Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ եւ վերլուծության իրականացում ենթադրամաշտորային ծրագրի ամփոփիչ հանրային քննարկմանը ներկայացվեցին 2024-ից 2025 թվականների արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգի արդյունքները։ Այն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող բյուջեներ քաղաքացիների համար ծրագրով տրամադրված ենթադրամաշտորի շրջանակներում։ Քննարկմանը ներկայ էին տարբեր գերատեսչությունների, քաղաքասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։ Ծրագրի ղեկավար տնտեսական իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց ենթադրամաշտորային ծրագրի հիմնական նպատակները եւ կատարված աշխատանքները, շնորհակալություն հայտնելով պետական մարմիններին համատեղ աշխատանքի համար։ Ես անձամբ եւ մեր թիմի անդամները տնտեսական իրավունքի կենտրոնի եւ այն անձիկ, որոնք ներդրում են ունեցել երկրում ծրագրային բյուջետավորման ներդրման եւ ՄԺՑ հայտերի մշակման համար, մենք խիստ կարևոր ցանկություն ունենք, որ դա արմատավորի եւ դրան մասնակից դառնան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որպեսզի վերջնական շահառուների ձայնը միշտորթավորված քաղաքաներից գա հասնի իշխանություններին, որոնք մեր հարկերից տված բյուջեն ծախսում են երկրի զարգացման համար։ Վարչապետի աշխատակազմի մասնակցային եւ բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլիա Աֆրիկյանը ողջունեց կատարված աշխատանքները, կարևորեց նմանատիպ ծրագրերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ավելի հասանելի եւ մատչելի դարձնել պետական բյուջեն հասարակության համար։ Շատ կարևոր է նման նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան նաեւ հանրությանը տեղեկանալու հանրային միջոցների ծախսի, արդյունավետության եւ արդյունքների մասին, որքան շատ խոսել եւ ներկայացնել նմանատիպ վերլուծությունները, այնքան շատ նաեւ կարողություն կձևավորվի, որովհետեւ այսօր նմանատիպ հետազոտություն իրականացնելու համար պետք են որոշակի գիտելիքներ, կարողություններ եւ նաեւ վերլուծություններ։ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի նախագահ բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը քննարկման ընթացքում ներկայացրեց ծրագրի առաքելությունը, նպատակները, ինչպես նաեւ դրա շրջանակում իրականացված աշխատանքները։ Մեր այս ծրագիրը ինքը ուրույն ծրագիր է, մենք ոնց որ երկու կողմից ենք մոտենում ԿԿ-ներին, մի կողմից իրենց կարողությունները եւ ԶԼՄ-ների զարգացնում ենք, որպեսզի բյուջետային գործընթացի, չգիտեմ, այդ ամբողջ շրջափուլի մասին տեղեկատվություն ստանան եւ կարողություններ ձեռք բերեն, եւ երկրորդը մենք պատրաստում ենք երիտասարդ մասնագետներ, որոնք ներարկում ենք որպես երիտասարդ փորձագետներ տվյալ կազմակերպություններ, որպեսզի նրանք օգնեն տվյալ կազմակերպություններին հենց այդ բյուջետային ոլորտի գիտելիքներով, կարողություններով, տեղեկատվությամբ։ Կարեն Զադոյանը հայտնեց, ծրագրային առաջին փուլի շրջանակներում ֆինանսավորել են 4 կազմակերպությունների, որպեսզի բյուջետային ոլորտներում մոնիթորինգներ իրականացնեն, կազմեն բարձրացված բյուջեի ծրագիր, համապատասխան վերլուծություններ իրականացնեն։ Նա անդրադարձավ նաև առաջիկայում նախատեսվող ենթադրամաշտորային ծրագրերի երկրորդ փուլի ֆինանսավորմանը։ Մենք նախատեսում ենք հիմա երկրորդ փուլի դրամաշնորհները, այս փուլի շրջանակներում ավելի շատ կազմակերպություններ են ֆինանսավորում, որտեղ երկու դրամաշնորհային ծրագիր մենք պակաս ենք ֆինանսավորել առաջի փուլում, այսինքն այս փուլում 8 ծրագրեր ֆինանսավորենք եւ այդ 8 ծրագրերը կարծում եմ ավելի մեծ փոփոխություններ կբերեն մեր քաղաքասարակության եւ զարգացման եւ պետության հետ կառուցողական երկխոսության շրջանակներում։ Քննարկումը սկսվեց Մովսես Արիստակեսյանի Հայաստանի Հանրապետության 2026-ից 28 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ 2025 թվականի մարտի 21-ից ապրիլի 8 ընկած ժամանակահատվածում անցկացված հանրային քննարկումների արդյունքների մասին զեկույցի ներկայացմամբ։ Այնուհետև բյուջետային հարցերով երիտասարդ մասնագետ Անժելա Քոչարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի 2024 թվականի բարձրացված բյուջե զեկույցը։ 2024 թվականին ոլորտին հատկացված կապիտալ ծախսերը կազմել են 1 միլիարդ 893.2 միլիոն դրամ, տարեկան պլանով հաստատված 1 միլիարդ 943.2 միլիոն դրամի փոխարեն։ Կապիտալ ծախսերը կազմել են ոլորտի ընդհանուր ծախսերի 2.53%-ը, որի մեջ 1.13%-ը բաժին է ընկնում արդարադատության նախարարությանը, իսկ 1.4%-ը սահմանադրական անկախ եւ ինքնավար մարմինների։
Ըստ ներկայացված տվյալների ծախսերի 44.83%-ը բաժին է ընկել արդարադատության նախարարությանը, իսկ 55.17%-ը սահմանադրական անկախ եւ ինքնավար մարմիններին։ Բյուջետային հարցերով երիտասարդ մասնագետ Անժելա Քոչարյանը ներկայացրեց նաեւ արդարադատության ոլորտի բյուջեն ըստ ծրագրերի։ Ոլորտում պետական քաղաքականությունը 24 թվականին իրականացվել է 17 բյուջետային ծրագրերի միջոցով, որոնցից 8-ը համակարգվել են արդարադատության նախարարության կողմից, 3-ը դատախազության, իսկ 6-ը սահմանադրական անկախ եւ ինքնավար մարմիններից յուրաքանչյուրը իրականացրել է մեկական ծրագիր։ Հաջորդ թիվ Մովսես Արիստակեսյանը հանդես եկավ արդարադատության ոլորտի հակակոռուպցիոն թիրախային ուղղության բյուջետային ծրագրերի 2025 թվականի առաջին եռամսյակի համապատասխանության գնահատման եւ մոնիթորինգի արդյունքների մասին զեկույցով։ Եվ այս աշխատանքը, որ մենք կատարել ենք, առաջի փորձն է այս ծավալով։ Միջև այդ մաստակի մոնիտորինգ արել է Transparency International արդարադատության ոլորտում, սոցիալական ապահովության նախարարությունում մաստակի, տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը սոցիալական ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում մաստակի մոնիտորինգներ արել են, արժեքավոր աշխատանք են կատարել, այդ փորձը վերցրել ենք եւ մենք հիմա փորձել ենք այս ծրագրի շրջանակներով միջազգային պրակտիկայում ընդունված սոցիալական աուդիտի մեխանիզմի շրջանակներում իրականացնել մոնիտորինգ։ Մոնիթորինգի արդյունքների ու կատարված աշխատանքի վերաբերյալ հարց ու պատասխանը, մասնակիցների դիրքորոշումներն ու ակտիվ ներգրավվածությունը հնարավորություն տվեցին տարբեր տեսանկյուններից ծանոթանալու արդարադատության ոլորտի բյուջեին եւ կատարվելիք գործողություններին։